Ադրբեջանի Խավիարային դիվանագիտության կոռուպցիոն սկանդալի գործով մեղադրվող Աքսել Ֆիշերը 7 տարվա դատական գործընթացներից հետո նախօրեին ձերբակալվել է։ Մյունխենի դատախազությունը վստահ է, որ դատարանն այս անգամ արդեն վերջնական վճիռ կկայացնի։ Ռադիոլուրը Մյունխենի բարձրագույն երկրամասային դատարանից տեղեկացավ, որ Ֆիշերի գործով նոր ժամանակացույց է սահմանվել՝ մեկ ամսում ընդհուպ 36 դատական նիստ, նախատեսված մինչև 2026 թվականի հունվարի 30-ը։ Դատարանը Ֆիշերին կալանավորելու որոշում է կայացրել, քանի որ անկախ բժշկական փորձաքննությունը փաստել է, որ նա առողջական խնդիրների պատճառաբանությամբ պարզապես խուսափել է դատական նիստերից։ Գերմանացի նախկին падգամավորը ձերբակալվել է հենց հիվանդանոցում եւ տեղափոխվել Մյունխենի Շտադելհայմ բանտի քննչական մեկուսարան։ Թեև նրա պաշտպանները բողոքարկել են դատարանի որոշումը եւ նախկին падգամավորը կրկին պնդել է իր անմեղությունը, սակայն առնվազն մինչեւ առաջիկա նիստը մեղադրյալը կմնա կալանքի տակ։ Ով է Ֆիշերն ու ինչով է գործն ու շագրավ, հիշեցում։ Աքսել Ֆիշերը 1998-ից մինչև 2021-ը եղել է Գերմանիայի խորհրդարանի падգամավոր, իսկ 2010-ից նաև Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի անդամ։ Քրեական գործը նրա դեմ հարուցվել է 2018-ին սկսված հետաքննության արդյունքում, երբ բացահայտվեց, որ ԵԽԽՎ մի շարք անդամներ Ադրբեջանի իշխանություններից կաշառք են ստացել այդ երկրի քաղաքական շահերը եվրոպական կառույցներում առաջ մղելու համար։ Քննության համաձայն Ֆիշերը դեռ 2011 թվականից ԵԽԽՎ-ում գումարի դիմաց գործել է Բաքվից ստացած ցուցումներով։ Դրական ելույթներ Ադրբեջանի քաղաքականության վերաբերյալ, ներքին գաղտնի փաստաթղթերի փոխանցում եւ քվեարկություն հօգուտ Բաքվի ազդելու վեհաժողովի որոշումների վրա եւ սեփական խմբագրումը մտցնելու ընդունվող բանաձևերում։ Ըստ Մյունխենի դատախազության տվյալների 2011-ից 14 թվականներին Ֆիշերը ստացել է շուրջ 58,000 եվրո, իսկ 15-16 թվականներին եւս ավելի քան 26,000 եվրո։ Ֆիշերի գործը համարվում է Գերմանիայում քաղաքական կոռուպցիայի եւ օտարերկրյա ազդեցության ամենախոշոր դատական գործընթացներից։ Այն դիտարկվում է որպես փորձ իրավական գնահատական տալու Եվրոպայում Ադրբեջանի լոբիստական գործունեությանը, որը Խավիարային դիվանագիտություն անունն է ստացել։ Ռադիոլուրին ավելի վաղ տրամադրվել է Մյունխենի գլխավոր դատախազության մեղադրական եզրակացությունը, որում բացառիկ մանրամասներ կան Խավիարային գործարքների հանգամանքների, կոռուպցիոն սխեմաների մասին։ Փաստաթղթում առանձնակի կերպով հիշատակված է Հայաստանը։ Մեջբերում Մեղադրյալ Ֆ-ն դեռ 2011 թվականի սկզբից ակտիվ գործունեություն է ծավալել Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում։ Էլխանսայի եւ Մուսլումմայի հետ կանխիկ վճարում ստանալու պայմանավորվածությամբ եւ նրանց պահանջով падգամավորը գործել է Ադրբեջանի շահերից ելնելով, լինի դա ելույթների, գաղտնի փաստաթղթերի վաղաժամկետ փոխանցման, թե քվեարկության տեսքով։ Մեղադրյալ Ֆ-ն Էյխանսայից եւ Մուսլումմայից կանխիկ վճարումներ է ստացել առնվազն 2011-ից 2014 թվականներին մի քանի փուլով, ընդհանուր առմամբ ստանալով 58,000 եվրո։ 2014 թվականի սեպտեմբերից մեղադրյալ Ֆ-ն շարունակել է իր ստվերային գործակցությունը Էլխանսայի եւ Մուսլումմայի հետ։ Նոր համաձայնությամբ ստացել է 26,300 եվրո, ընդ որում մասնաբաժինները շատ տարբեր են եղել՝ մի դեպքում 800, մեկ այլ դեպքում 20,000 եվրո։ Գերմանիայի պետական մեղադրողը փաստեր ունի, որ համաձայն Ադրբեջանից ստացված հրահանգների մեղադրյալ Ֆիշերը ԵԽԽՎ-ում իրականացրել է առնվազն հետևյալ գործողությունները։ 2015 թվականի հունվարին մեղադրյալը հանգուցյալ շահին առաջադրել է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիթորինգի հանձնաժողովի անդամ, որպեսզի նա կարողանա այնտեղ հանդես գալ Ադրբեջանի անունից։ 2015 թվականի օգոստոսի 19-ին մեղադրյալ Ֆ-ն որպես ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցերով համազեկուցող Հայաստանի կողմից պարտավորությունների եւ հանձնառությունների կատարումը վերնագրով գաղտնի զեկույցի առաջին նախագիծն էլեկտրոնային փոստով ուղարկել է Մուսլումմային, հնարավորություն տալու նրան եւ Էյխանսային ազդել այս զեկույցի վրա։ Արդեն 2016-ի հունվարի 26-ին մեղադրյալ Ֆ-ն ԵԽԽՎ նիստում քվեարկում է ԻՇԱ Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ադրբեջանական բռնության սրումը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում բանաձևի օգտին։
Մոտ 7 տարի ձգվող հետաքննությունը բարդանում է, քանի որ ադրբեջանական լվացքատուն կոչվող կեղծ ընկերության միջոցով գումարի փոխանցման սխեմաները խճճված են ու տարածված տարբեր երկրներով։ Մյունխենի դատախազությունը հետաքննությանն աջակցելու հարցում է ուղարկել 15 երկիր։ Խավիարային դիվանագիտության գործով անցնում է նաև Գերմանիայի Քրիստոնյա դեմոկրատական միության կուսակցության նախկին անդամ Էդուարդ Լինթները։ Ռադիոլուրին հայտնի են դարձել հանցավոր սխեմային առնչվող գործով անցնողների այլ անուններ ևս՝ Մարկուս Լինթներ, Էդուարդ Լինթների որդին, Էլադա Մ, Վրաստան, ազգային պատկանելությունն ու ազգանունն ամբողջությամբ չեն նշվում, Կուրտ Յոզեֆ Ս, Գերմանիա։ Ինչպես նշեցինք, ըստ Մյունխենի դատախազության նոր ժամանակացույցի ակնկալվում է, որ Ֆիշերի գործով վճիռը կկայացվի մինչև հունվարի վերջ։ Նրա գործը քննվում է մյուսներից առանձին։ Լիանա Եղազարյան, Ռադիոլուր։